ուզում եմ անցնեմ Աստծո խոսքին։ Եվ այսօր ամփոփեմ այն թեման, որի մասին ես խոսեցի անցած կիրակի։ Որն էր անցած կիրակի օրվա թեման, ով է հիշում Բաբելոնի կամ բաբելոնացիների բնույթն ու էությունը։ Եվ այսօր ես խոսամ սրա թեմայի շարունակության մասին եւ այսպես եմ վերնագրել այսօրվա թեման։ Ինչու ընկավ Բաբելոնը։ Մենք գիտենք, որ այդ Բաբելոնը այսօր գոյություն չունի, այդ քաղաքը այսօր գոյություն չունի։ Բաբելոնը գտնվել է այսօրվա Իրաքի տարածքում, ժամանակակից Իրաքի տարածքում է գտնվել եւ այսօր մնացել է այն ինչ որ մնացել է եւ վերջում դա նկարների միջոցով քեզ ցույց կտամ, բայց ինչու ընկավ Բաբելոնը իրականում։ Չէ՞ որ Բաբելոնը մի փառահեղ քաղաք էր, մի պետություն էր, բայց այն ընկավ։ Եվ այսօր մենք կնայենք, թե ինչու այն ընկավ։ Կարճ հիշեցում։ Հիշում ես Բաբելոնի սկիզբը որտեղ էր։ Բաբելոնի սկիզբը առավ առաջին իսկ դարում մեր թվարկությունից առաջ։ Ով էր Բաբելոնի հիմնադիրը։ Բաբելոնի հիմնադիրը Քամի որդին էր, Նեբրովթը։ Ով էր Քամը։ Քամը Նոյի որդին էր։ Այն որդիները, ով որ անեծք ստացավ, անեծքը վերցրեց, ժառանգեց եւ նա ինչքան է զորավոր լիներ, նա շարունակում էր լինել անիծված Քամի որդին եւ նա գնաց մի դաշտավայր գտավ եւ այնտեղ մի քաղաք հիմնեց եւ անունը դրվեց Բաբելոն, վերջում դրվեց Բաբելոն։ Ինչու Բաբելոն։ Բաբելոն նշանակում է խառնակություն, այսինքն ցանկացած բանը, որը որ խառնում է, խառնակություն է բերում, դա Բաբելոնն է։ Եվ միտեղ ես հիշում եմ Աստծո խոսքից, որ ասում է վայ այն, որ չարախոսում էր եղբայրների մասին, եւ դա նույնպես Բաբելոնն է։ Եվ մենք խոսացինք դրա մասին, որ գիտես գնացին, մի քաղաք հիմնեցին, թեև կարծես թե նրանց մտադրությունը լավն էր, մտադրությունը նա էր, որ մի հասնենք երկինք, մեր գագաթը թող հասնի երկինք։ Եվ սա մի կրոնական քողիտակ կառույց էր, աստվածապաշտության քողիտակ մի կառույց էր, որը կարծես թե Աստծո երեսն էր փնտրում, բայց այնուամենայնիվ սա Աստծո դուրը չեկավ։ Ինչու Աստված իջավ եւ ցրեց այդ լեզուները, որովհետեւ այնտեղ կար մի արտահայտություն եւ մեզ համար մի համբավ, մի անուն ձեռք բերենք։ Իրես եթե ամբողջ մեր էությունը, մեր անելիքը մի բանի մասին է, որ անուն ձեռք բերեմ, անուն թողեմ, որ իմ մասին խոսան, իմ անունը, իմ փառքը, Պողոս առաքյալը ասում է, ես այդ ամենը աղբ համարեցի։ Աղբ թանկագիներս։ Ես որոշեցի, երբ որ Պողոսն ասում գալ ձեզ մոտ, ոչինչ չիմանալ բացի Հիսուս Քրիստոսից այն էլ խաչված։ Եվ դրա համար քանի որ դա մարդկանց որդիների կառուցած էր, Աստված իջավ լեզուները խառնեց եւ այդ շինարարությունը կանգ առավ։ Սա առաջի Բաբելոնն էր, որը որ ցրվեց, որը որ մարդկային էր։ Եվ ցրեց այնտեղից նրանց Աստված, որովհետեւ ինչ որ նրանք կառուցում էին, դա մարդկային էր, դա մարդու գաղափար էր, դա մարդու համար էր։ Մարդիկ ցրվեցին թանկագիներս, բայց ոչ այն դիվային զորությունը, որը իշխում էր այդ տարածքում։ Մարդիկ ցրվեցին, ժողովուրդը ցրվեցին, բայց ոչ այդ դիվային ուժը, զորությունը, իմաստությունը, ցանկությունը, որը որ իշխում էր այդ տարածքում։ Եվ այն ծպտվեց, այդ դիվային զորությունը ծպտվեց, սпасեց եւ մի հարմար պահի նորից իրենց զգացնել տվեց արդեն 7-րդ, 8-րդ, 6-րդ դարերում մեր թվարկությունից առաջ։ Եվ մի հրաշալի եւ փառահեղ քաղաք կառուցեց եւ անունը նորից դրվեց Բաբելոն։ Ես խնդրեմ, որ նկարները տեղադրեք էկրաններին։ Եվ նա սկսեց կառուցել իր պատկերին, իր էությանը նման մի քաղաքակրթություն։ Տեսեք, սա մոտավոր այն պատկերն է, այն նկարն է, որ այսօր կա համացանցում շատ փառահեղ քաղաք էր։ Նա համարվում էր լոկոմոտիվ տարածաշրջանում։ Նա թելադրող էր եւ նվաճող։ Նա ազգեր էր նվաճում, նա շատ գեղեցիկ էր։ Նրա կախովի այգիների մասին պատմվում էին քաղաքներում, շատ կիլոմետրեր հեռու, այն մտնում էր 7 հրաշալիքների մեջ, դրա կախովի այգիները, նա շատ գեղեցիկ էր։ Եվ ուներ շատ գեղեցիկ եւ փառահեղ, ուժեղ ամուր պարիսպներ։ Եվ հենց այս պարիսպների դեմ Տերը պատվիրում է, որ մենք դրոշ բարձրացնենք։ Շնորհակալություն։
Նորից կգնանք Եսայի մարգարեության մեջ 52-րդ գլուխ 12 խոսք։ Տեսեք, նորից հիշեցնում եմ այն խոսքը, որի մասին, որի հիման վրա մենք աղոթում ենք շաբաթներ եւ որի մասին ես քարոզում եմ արդեն, այս երկու շաբաթ արդեն։ Ինչը ասվում Բաբելոնի պարիսների դեմ դրոշ բարձրացնեք, այս պարիսների դեմ։ Հենց այս պարիսների դեմ Տերը պատվիրում է Աստծո ժողովրդին, որ դրոշ բարձրացնեն։ Հետո անելիք ունեն, շարունակում է ուժեղացրեք պահպանությունը, պահակներ կարգեք, դարաներ պատրաստեք, որովհետև Տերը որոշեց ու կատարեց իր ասածը Բաբելոնի բնակիչների մասին։ Տերը պատվիրում է, որ Աստծո ժողովուրդը անհոգ չլինի, որ պատրաստվի պատերազմի։ Լավ, պատերազմը մի կողմ, որ պատրաստվի պաշտպանության, դրոշ բարձրացնի եւ պահակներ նշանակի։ Դրոշ բարձրացնի եւ դարաներ նշանակի։ Որ ուժեղացնեն պահպանությունը։ Պահպանություն, Աստված ժառանգություն ա տվել, սիրելի Աստծո ժողովուրդ, քեզ եւ ինձ։ Աստված տվել ա ժառանգություն մեզ եւ մենք այն պիտի պաշտպանենք։ Աստված տվել ա մեզ մի հրաշալի քաղաքակրթություն, ներսի քաղաքակրթություն, քրիստոնեություն, Աստծո խոսքը եւ այն մենք պիտի պաշտպանենք։ Եսայի մարգարեությունն ասա։ Երեմյան, հա? Հա, ներողություն։ Որ ուժեղացնենք պահպանությունը, որ պահակներ կարգենք։ Սրանք մարդիկ են, ովքեր որ պահպանություն են իրականացնում իրականում։ Ովքեր են այս պահակները, ովքեր որ պահակներ են կարգում, ովքեր որ պահպանություն են անում այն նրան, ինչը որ ունեն։ Հետո ասում է դարաններ պատրաստեք, որ դարաններ պատրաստեն, սրանք մարդիկ են, ովքեր որ կարողանում են գնալ թշնամու խորքերը։ Այո, սա մարդիկ են, ովքեր որ կարողանում են հասկանալ հոգևոր աշխարհը եւ գնան թշնամու խորքերը եւ միջև որ նա կհարցակվի, դրանք իմանան։ Եվ Աստված գիտես ինչ ասեց։ Աստված ասեց պատրաստ եղիր պատերազմի։ Աստված իր ժողովրդին ասեց ուժեղացրու քո պահպանությունը եւ դրոշ բարձրացրու։ Ինչու որտեվ բաբելոնացիների համար որոշված բաներ կար, որոնք պիտի կատարվեր։ Բայց քանի որ չկարողացան կամ ավելի վատ չուզեցին դրոշ բարձրացնել, բայց քանի որ չկարողացան եւ ավելի վատ չուզեցին պահպանություն ուժեղացնել, բայց քանի որ չկարողացան եւ ավելի վատ չուզեցին պահակներ կարգել, չկարողացան եւ չուզեցին դարաններ պատրաստել, արդյունքում սիրելի եկեղեցի, արդյունքում իրենք ընկան։ Ընկան ծուղակը, ընկան Երուսաղեմի պատերը։ Դու պատկերացնում ես ինչ կատարվեց։ Աստված ասում է կա պարիսպ, կա թշնամի, կա զորություն, նրա դեմ հարձակվիր, նրա դեմ դրոշ բարձրացրու, պահակներ նշանակիր, դարանների կարգիր եւ ուշադիր հսկիր նրա ճանապարհը, արահետները, ուշադիր։ Եվ քանի որ Աստծո ժողովուրդը անհոգ եղավ, քանի որ Իսրայելի ժողովուրդը անհոգ եղավ, նա դրոշը բարձրացրեց, պահակներ չնշանակեց, պահպանություն չդրեց, դարաներ չուղարկեց, ով ընկավ։ Իսրայելը ընկավ։ Պատեր պիտի քանդվեր, բայց դա Իսրայելի պատերը բնավ չէին։ Թագավորություն պիտի քանդվեր, բայց դա բնավ Իսրայելը չէր։ Դա Բաբելոնի արքայությունն էր։ Եվ քանի որ նրանք թուլացան, անհոգ եղան, այն ժառանգությունը, որը իրենց տրվեց Աստծո կողմից, այն թալանվեց եւ գողացվեց։ Եվ նրանք գնացին որտեղ։ Գերություն, Բաբելոն։ Մենք խոսում ենք Բաբելոնի մասին։ Եգիպտոսը վաղուց էր եղել։ Եվ այսպես է լինում, երբ որ մենք անհոգ ենք լինում, մեզ վրա դրված պատասխանատվության համար։ Եվ պատկերացնում ես Տերը ինչ ասում, Եզեկիել մարգարեություն 22:30-ում ասում է, բայց ես նրանց մեջ պարիսպը շինող եւ խրամատում մեջ երկրի համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որպեսզի նրանց չկործանեմ
բայց չգտա։ Ուստի դու կգնա գերություն։ Պատկերացնում ես Տերն ասում է, ես դրանց մեջ Երեմիան, Եզեկիելը, սրանք հենց այս ժամանակակիցներն են, այս իրադարձությունների ժամանակակիցներն են։ Կարդա ողբը Երեմիան, եւ դու կտեսնես Երեմիայի լացող սիրտը իր քաղաքի համար, Երուսաղեմի պարիսպների համար։ Եվ այդ ողբը ծնունդ առավ մի պարզ պատճառով, Իսրայելի ժողովուրդը անհոգ գտնվեց Բաբելոնի պարիսպների համար։ Եվ Եզեկիելը ասում է, գիտես, Աստված իմ հետ կիսվել է ու ասել է, ես նրանց մեջ պարիսպը շինող եւ խրամատի մեջ կանգնող այս երկրի համար մարդ որոնեցի, մարդ փնտրեցի, գոնե մի հոգի, ով կկանգնի խրամատում իմ առաջ ու կբարեխոսի իմ ժողովրդի, բայց չգտա այդ մեկի։ Ուստի, շարունակում է խոսքը, ուստի ձեր պարիսպները կընկնեն, ուստի դուք կտարվեք գերություն։ Պատկերացնում ես, այդ մեկը չկար։ Չկար այն Աբրահամը, ով որ կկանգներ Աստծո առաջ ու կբարեխոսեր Սոդոմի եւ Գոմորի համար։ Ես դեռ խոսում եմ Սոդոմի եւ Գոմորի մասին, որ դա օտար էր։ Բնավ Աբրահամի քաղաքը չէր։ Բայց չկար այն մեկ, ով որ գոնե իր ժողովրդի համար կբարեխոսեր։ Պատկերացնում ես, Աբրահամը բարեխոսում է Սոդոմի եւ Գոմորի համար, որովհետեւ այնտեղ բարեկամ ուներ Ղովթը։ Աստված չկարողացավ գտնել այն Մովսես, ով կքշտեր իր ձեռքերը եւ կմտներ Աստծո եւ մարդկանց արանքը եւ կասեր՝ մի րոպե Տեր, մի րոպե, եթե դու այս մարդկանց բնաջնջելու ես, ուրեմն իմ անունն էլ ջնջիր կյանքիդ գրքից։ Աստված նման մարդիկ է ուզում այսօր։ Այո, այդ Բաբելոնը չկա այսօր, բայց այն դիվային զորությունը կա դեռ։ Այդ ցանկությունը, այդ անեծքը չեմ վախենա ասեմ, դեռ շրջում է։ Դուք ասես, բայց չէ որ Տերը մեր անեծքը վերցրեց խաչապայտին գամեց։ Այո, Տերը վերցրեց։ Շատ բաներ վերցրեց։ Օրենքից եկած անեծքը խաչապայտին գամեց։ Օրենքից եկած անեծքը։ Բայց դեռ դիվային զորությունը այստեղ է, երկրի վրա է։ Եվ նա շատ լավ հարցակվել գիտի, նա ծպտվել գիտի դարերի մեջ, հետո մի պահի կարա դուրս գա։ Ինչպես որ Քամի դեպքում եղավ, հետո Նեբրոթը, հետո Բաբելոնը տապալվեց եւ պատկերացնես 3000 տարի հետո նորն նորից գլուխ բարձրացրեց Նաբուգոդոնոսոր թագավորի տեսքով։ Ես սա անցած անգամ կոչ անում, սա հենց սա, որ մենք ուշադիր լինենք այդ օտար կողմից եկած քամիներին, որ եթե դու նկատում ես բաներ, որը ժառանգաբար դա եկել ասելա քեզ, դու դրոշ բարձրացնես այդ պարիսպների դեմ։ Չկար այդ Մովսեսը թանկագինս։ Հետո գտավ այն Դանիելին, ով որ մահվան շուքի ներքո կարող էր ծնկիչներ օրը 4 անգամ օրհնել Իսրայելը։ Ու երկրպագեր ու կբարեխոսեր, հետո գտավ այն Նեհեմիային, որ քուրս կհակներ եւ մոխրի մեջից կաղոտ կբարձրացներ, բայց միջև է չկար։ Եվ կվերականգներ այն ընկած պատերը, որը որ ընկան։ Հիշում ես այդ պատմությունը, որ եկան պատմեցին Նեհեմիային, ով որ մատրվակապետ էր, եւ պատմեցին ընկած Երուսաղեմի պատերի մասին, այլ ոչ թե Բաբելոնը պիտի ընկներ, Բաբելոնը պիտի ընկներ։ Բաբելոնի պարիսպները պիտի քանդվեին, այդ անեծքի պարիսպները պիտի քանդվեին, այդ դիվային զորության պարիսպները պիտի քանդվեին, այդ դիվային թագավորությունը պիտի քանդվեր, բայց քանի որ Աստծո ժողովուրդը անհոգ էր գտնվում, ամեկը իր գործին էր, ամեկը կարծում էր իմ հետ դա տեղի չունենա, եւ քանի որ անտեսեցին Աստծո խոսքը, սարսափելի անտեսել Աստծո խոսքը, սարսափելի է, մտածել որ բոլորի հետ կարա լինի, բայց ոչ իմ հետ։ Դա իրանց մասին է, նրանց ուրիշների, այդ անհոգությունը կարա շատ բաներ ծնի։ Բայց գտավ հետո մեկին, որի անուն էր Նեհեմիա։ Հետո կգտներ Եզրասին, ով որ կվերականգներ տաճարի պարիսպները եւ նորից հետ կբերեր զոհը, երկրպագությունը, փառաբանությունը, անուշահոտությունը դեպի երկինք։
Եվ սա էր պատճառը, որ Բաբելոնի պարիսպների փոխարեն ընկան, բայց ընկան Երուսաղեմի պատերը, Բաբելոնի պարիսպների փոխարեն։ Գիտես, ես մտածում եմ, միգուցե սա Բաբելոնի վրեժխնդրությունն էր Աստծուն, որ նա չթողեց Բաբելոնը կառուցել մինչև վերջ առաջի դարում։ Միգուցե։ Գիտես, նա վրեժխնդիր է լինում։ Եթե մենք չլուծենք նրա հարցերը, նա կարող է վրեժխնդիր լինել։ Ու թանկագին Աստծո ժողովուրդ տարվեց գերություն Աստծո ժառանգությունը, գնացին գերություն Աստծո ժողովուրդը։ Սա Երեմիայի օրոք էր, Երեմիա մարգարեի օրոք էր, սա մոտավորապես 5-րդ 6-րդ դարն է մեր թվարկությունից առաջ, եւ Աստծո ժողովրդին կրկին քշեցին եւ տարան դեպի գերություն, դեպի Բաբելոն։ Իսկ ժողովրդի հետ մեկտեղ տարվեց նաեւ տաճարի անոթները, այն ոսկե, այն արծաթե անոթները, որ Աստված պատվիրել էր պատրաստել տաճարում ծառայելու համար։ Գիտես, Աստված, ես կարծում եմ, այնքան երազանքներ ու նպատակ ուներ ամեն մի անոթի համար։ Կանայք շատ լավ կհասկանան, երբ որ գնում ես աման չամանի խանութ, երբ որ ինչ-որ մի բան ես գնում, տանում ես պինդ պահում ես, ասում ես, սա երբ որ հյուր կգա, այդ հյուրին այսպես լավ կպատվեմ։ Ու հետո երբ որ հյուր է գալի, հələ հիշի քեզ ոնց ինչ հաճույքով ես անում այդ պահարանից քո, ասում են, հա, կա տենց բան, հա, իմ մասին ա խոսում։ Որտեւ դու երազանքով ես առել, չէ՞ դա, որտեւ դու ուզում ես պատվես լավագույնով։ Դե տնեցիներին ինչ պատայի կարած դնես, ասես ոչինչ կեր, կարևոր ուտելն է հիմա։ Աման է էլի։ Այո, Տիրոջ տան մեջ կա տարբեր ամաններ, փայտից, արծաթից, ոսկուց, տարբեր անոթներ են։ Եվ գիտես, Աստված, ես կարծում եմ, ես վստահ եմ նույնիսկ, որ Աստված յուրահատուկ երազանք է ունեցել։ Աստված յուրահատուկ նպատակ է ունեցել ու երազանք ամեն մի անոթի համար։ Արի բերենք մեր օրեր։ Դու գիտես, որ դու անոթ ես Տիրոջ համար։ Դու գիտես, որ դու Աստծո ձեռքերի մեջ մի երազանք ես։ Ու դու գիտես, որ Աստված երազանք ունի քո համար։ Բայց դու գիտես, որ Բաբելոնը նույնպես երազում է քո համար, որ քեզ գերության տանի, որ ինքը օգտագործի։ Հիմա ես ցույց կտամ, թե ինչ սարսափելի բան է լինում, երբ որ այն անոթը, երբ որ այն բաժակը, այն անոթը, որը պատրաստված էր, որպեսզի Տիրոջ տաճարում ծառայի, երբ որ ընկնում է թշնամու ձեռքը։ Սարսափելի բան է։ Բայց նաև, գիտես, շատ ավելի սարսափելի է, երբ որ այն մարդը կամ այն դիվային զորությունը կամ այն համակարգը, որը որ ուզում է օգտագործի Աստծո անոթը, սարսափելի ավելի ընկնել կենդանի Աստծո ձեռքերի մեջ հետո, որտեղ Աստված նախանձավոր է եւ ինքը վրեժխնդիր է լինում։ Ինքն է վրեժխնդիր լինում։ Եվ Աստծո ժառանգության հետ մեկտեղ, Աստծո մարդկանց հետ մեկտեղ գերության տարվեց, ես խնդրեմ Աստվածաշունչը տաս, գերության տարվեց անոթները, Աստծո տան անոթները, որոնք այնքան երազանքով էին պատրաստվել, որոնց համար Աստված հատուկ նպատակ է հետապնդել եւ նպատակ է ունեցել։ Եվ ինչպես որ գրված է մի քիչ վերվում, Բաբելոնը Տիրոջ ձեռքերի մեջ ոսկե բաժակ էր։ Եվ Բաբելոնով այս նկարը, որ ես ցույց տվեցի, սա մոտավոր պատկերն է, նրանով հարբում էին ազգերը, երկրները հարբում էին նրանով։ Նրա գինուց խենթանում էին ազգերը։ Եվ Բաբելոնը ունեցավ շատ փառավոր ժամանակաշրջան։ Որտեւ Բաբելոնը մի ժամանակ փառքի մեջ էր, բայց չկարողացավ այդ փառքին դիմանալ։ Ու գիտես, իրականում մարդուն կարա շատ բան ներվի, շատ բան, բայց երբ որ կպնում են արդեն Աստծո բիբին, երբ որ կպնում են արդեն սրբություններին, Աստված այդտեղ չի կարող կուլ տա։ Այդպես եղավ Բաղդասար թագավորի օրոք։ Տեսեք, երբ որ Իսրայել ժողովուրդը տարվում էր գերության, դա Նաբուգուդոնոսոր թագավորն էր։
Նաբուգոդոնոսորը մենք հետո տեսնում ենք Դանիելի մարգարեության մեջ ինչպես ապաշխարում իր կյանք հանձնում Աստծուն, երբ որ տեսնում է Սեդրակ, Միսակ, Հաբետակովի կյանքում ունեցած եղած այդ փառավոր պահերը, նա ապաշխարում է, նա տալիս է իր կյանքը Աստծուն եւ դավանում է, որ միակ կենթանի Աստվածն է, թեև իր կյանքի օրերում նա շատ է խենթանում։ Նա անասունների հետ է սկսում ապրել։ Կարող ես դա կարդալ Դանիելի մարգարեության մեջ, նա խենթանում է։ Նրան անասունների պես սկսում են կերակրել, բայց հետո նրանից հետո բարձրանում է մի ուրիշ թագավոր Բաղդասարը, նրա որդին։ Եվ որի մասին հետո ասում է, որ նա պիտի ջախջախվի։ Ինչու՞։ Աստված որոշեց այդպես անել։ Արի գնանք Դանիել մարգարեության մեջ 5-րդ գլուխ առաջի խոսքից։ Տեսեք, Բաղդասար թագավորն իր մեծամեծների, հազարների համար մեծ հավաքույթ տվեց եւ այդ հազարի առաջ գինի խմեց։ Երբ գինի էր համտեսում, Բաղդասար հրամայեց, որ բերեն ոսկե եւ արծաթե այն անոթները, որոնք Երուսաղեմի տաճարից վերցրեց իր հայր Նաբուգոդոնոսորը, որպեսզի դրանով խմեն թագավորները եւ նրա մեծամեծները, նրա կանայք եւ նրա հարճերը։ Այս ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծո տաճարից եւ նրանով խմեցին թագավորը եւ նրա մեծամեծները, նրա կանայք եւ նրա հարճերը։ Խմեցին գինին եւ գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե եւ քարե աստվածներին։ Գիտես, Բաբելոնը ուզում է օգտագործել այն անոթները, որոնք տաճարի համար են նախատեսված։ Հարց եմ ուզում տալ, միթե Բաբելոնում անոթներ չկար։ Գիտես քանի հոգու մասին է խոսում։ Սիրելի կանայք, պատկերացրեք, քեֆ եք անում 100 հոգու համար։ Ինչքան անոթ կուզենաս ունենաս։ Ինչքան անոթ կգնա, ինչքան ամանեղեն, բաժակ, սալֆետնիցա, աղ եւ բիբար, շատ չէ։ 500 կգնա։ 1000 հոգու համար է նախատեսված։ 1000 մեծամեծներ իրենց կանանց, իրենց հարճերի հետ մեկտեղ։ Սա մոտավորապես մինիմում 3000-անոց քեֆ է։ Եվ իմանալով Բաբելոնի ճոխությունը, այնտեղ շատ ճոխ անոթներ են օգտագործվում։ Դու գիտես, այսօրվա հաշվարկով մոտավորապես այդ սպասքի գինը հասնում է մի քանի միլիոն դոլարի։ Բաբելոնը ուներ այդ հնարավորությունը, բայց նա ուզեցավ պատվել իր թագավորներին այն անոթներով, որոնք որ պիտի ծառայեն Աստծո տաճարում։ Դու կարծում ես Բաբելոնը այսօր աշխարհում անոթներ չունի, այն էլ ինչքան ունի։ Բայց ինչու է նա ուզում պատվի թագավորներին պատվելու քողի տակ, թագավորներին պատվելու քողի տակ, ու շադիլս ինչ եմ ասում, այս աշխարհի թագավորներին պատվելու քողի տակ։ Լավ ես երգում, արի գնա աշխարհում երգի։ Լավ ես պարում, գնա աշխարհի համար պարի, պատվի թագավորներին։ Լավ ես ինչա անում, գնա այս աշխարհի թագավորներին պատվի։ Ինչ այս աշխարհում չկան տաղանդավորներ, կան, բայց ինչու է նա երազում հենց քեզ տանի, որտեղ դու նախատեսված ես Աստծո տաճարում անոթ լինես։ Դու նախատեսված ես Աստծո մարդկանց պատվես։ Գիտես, փառք եմ տալիս Աստծուն այն մարդկանց համար, ովքեր միջև վերջ որոշում են կայացրել, որ ես կարամ սա անեմ։ Ես այնպես ուժեղ բլոգեր կլինեի TikTok-ում, բայց ես չեմ լինի։ Չեմ լինի, որովհետև ես որոշել եմ, որ այն ինչը որ ես ունեմ, Տիրոջ տաճարում պիտի ծառայի։ Ես կարող եմ այնպիսի լավ պարուհի լինեի աշխարհում, եւ շատ դիտումներով ես լուրջ գումարներ աշխատեի։ Այսօր դա է այս աշխարհում թանկագիներս։ Այսօր մարդիկ գումար են աշխատում մի հիմարություն անելով TikTok-ի առաջ։ Եվ լուրջ գումարներ են առնում։ Բայց փառք եմ տալիս այն երիտասարդների համար, ովքեր որոշում կայացրեցին։ Գիտես ինչ կա, ես կարող էի դա անել, բայց ես որոշել եմ, որ այն ինչը որ ես ունեմ, Տիրոջը պիտի փառք բերի։ Գիտես, փառք Աստծուն հենց այդ որոշումների համար։ Ինչա
Բաղդասար թագավորը ուրիշ անոթներ չուներ, շատ ուներ։ Ինչ այսօր Բաբելոնը, այսօրվա համակարգը ուրիշ անոթներ չունի, շատ, բայց նրա աշկը քո վրա է, իմացի։ Որ քեզ սկզբից գերության տանի, բայց գերությունից առաջ ինչ անի, թուլացնի քո զգոնությունը։ Ինչ անի, դրոշակ չբարձրացնես, պահպանությունդ ինչի տա պետք, հələ պարիսպներիդ նայի։ Հələ քո փառքի, հələ Երուսաղեմի պարիսպներ, հələ ասա։ Այն ժամանակ շատ ամուր էր դրա դարպասները։ Բայց հերիքա մի հատ թուլանանք, Բաբելոնի պարիսպների փոխարեն կարող են Երուսաղեմի պարիսպներ ընկնել ու տարվեն գերության, եւ այդ անոթները օգտագործվեն այնտեղ։ Ույց եմ ասում, նա կուզենա թագավորներին պատվելու քողի տակ լցնել քեզ գինով լցնի, մի հատ գլխապտույտ առաջացնի, հասկանում ես, չէ որ քեզանով չէ որ քո արտադրությունը թագավորներն են նայում, թագավորներն են, թագավորների առաջա։ Ցավոք սրտի մեր օրյա եկեղեցիներում եղել են կան այն մարդիկ, ովքեր որ շատ լավ սկսել են եկեղեցական իրենց կարիերա ասեմ, հա, բարի կարիերա, երգի կարիերա, երաժշտության, սրանք գիտես անոթներ են, որոնք որ Տիրոջ համար են։ Երբ որ Գևս պիտի գնար բանակ, բանակից առաջ, 1 տարի առաջ նա շատ լավ բան ստացավ, առաջարկ ստացավ։ Ինչ որ մի բենդում նվագի։ Կարծես վատ չի, հրաշալի գումարներ են տալիս իրականում։ Դու գիտես, այս գործիքը, չէ՞, այս գործիքը նույնպես Տիրոջ տան համար է, սա անոթ է, եւ այս գործիք նվագող ինքը անոթ է։ Այս գործիքը նվագող ինքը անոթ է, այս գործիքը նվագող անոթ է, սրանք բոլորը Տիրոջ տան համար են։ Եվ ես նա շատ հետարքի լավ առաջարկ ստացավ, բենդի մեջ նվագի եւ վատ գումարներ չեն աշխատում, եւ նա ուներ նախատիպը, իր առաջ կային մարդիկ, ովքեր որ նվագում էին, եւ այնպիսի արդեն լավ գումարներ էին առնում։ Վատ առաջարկ չէր կարծես թե, բայց նա գիտես ինչ ասես, գիտես, ես Տիրոջ տան համար եմ, որովհետեւ նա տեսել էր այն մարդկանց, ովքեր որ այդ խայծը կերել էին, գնացել էին ու կորել էին իսպար եկեղեցուց։ Գիտես, սա թագավորին պատվելու քողի տակ է, բայց չէ որ այդ մարդիկ այսօր կանգնում են, չգիտեմ, մեծամեստերի առաջ են նվագում, մեծամեստերի առաջ են պարում, մեծամեստերի համար է նրանց արտադրություն, նրանց հրավիրում են ուժեղ հարսանիքների, լավ գումարներ են առնում աշխատում, բայց որոշումը մեկն է թանկագինս, կամ Բաբելոն այնքան հեշտ է տանում, հերիքան գնես այնտեղ, կտանի եւ կկորցնի եւ կուզենա քեզանով սկզբից պատվի, բայց գիտես ինչով, գինի է լցնում, գլխապտույտ առաջացնում, հարբեցնում այս աշխարհով, որպեսզի կարողանա օգտագործել։ Գիտես, որովհետև դրա նպատակն է, որպեսզի փորձի պղծել, փչացնել, բայց շատ հետաքրքիր մի բայց կա գրված է, չխաբվեք, Աստված չի ծաղրվում։ Փառք ամենակարող Տիրոջը։ Աստված չի ծաղրվում եւ նա թույլ չի տա այն անոթները, որոնք նախատեսված են իր տաճարում ծառայելու համար, Աստված չի ծաղրվում։ Եվ Աստված թույլ չի տա, որ քեզանով գովեն իրենց արծաթե աստվածներին, իրենց ոսկի աստվածներին։ Եվ Աստված գիտի, թե ինչպես հրեշ խնդիր լինի իր ժառանգության համար։ Շարունակենք 5-7 խոսքերը։ Այդ պահին մարկային ձեռքի մատներ երևացին եւ աշտանակի դիմաց գրվեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Գիտես որտեղ աշտանակի դիմաց Աստված ամեն բան Երևան կհանի։ Աստված ամեն բան լույսի կհանի, լույսի մեջ եւ հայտնապես Բաբելոնին կխայտարակի քո պատճառով, քո խաթր։ Մի բան էլ ասեմ, կա որ ինքնակամ ես գնում տրվում ես Բաբելոնի թագավորի ձեռքի մեջ, կա որ գերության ես գնում, ուշադիր եղիր։ Երբ որ գերության են տանում, շատ ժամանակ դու քո կամքը չունես, դու կռվում ես, գերին համաձայն չի այն կյանքին, որը ինքը ունի, չէ՞։ Գերին համաձայն չի, բայց ինքը ելքել չունի։
Ես այսպես եմ ասում, քանի դեռ դու պայքարում ես նրա դեմ, ինչի դեմ դու պայքարում ես, նա քո ընկերը չի, նա քո թշնամին է։ Բայց կան որ ինքնակամ գնում են ասում են, «Վсё, ես հոգնել եմ Աստծո տաճարում լինեմ»։ Անոթ, ես կգնացի Բաբելոնի ձեռքերի մեջ անոթ լինեմ։ Սա մասին չի խոսքը։ Իմ խոսքը գերի տարվող անոթների մասին է։ Իմ խոսքը այն մարդկանց մասին է, այն անոթների մասին է, ովքեր գերի գնացին, խաբվեցին, գլխապտույտ առաջացավ, գինի լցվեց, չգիտեմ ինչ եղավ, խաբվել են։ Խոսքը սրանց մասին է։ Եվ մի ձեռք ելավ ու պատի վրա գրվեց։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։ Ու գիտես, թակագինը սարսափելի են գնել կենթանի Աստծո ձեռքը։ 25-28 խոսքերը։ Ես խնդրեմ գաս նվագես։ Ինչ էր գրվածքը։ Մի ձեռք դուրս եկավ եւ պատի վրա գրայից, թագավորը շատ շփոթվեց, նա կանչեց իր իմաստուներին, նա կանչեց մարկանց, հմայողներին, գուշակներին, ասեց. «Տեսեք, տղերք, իս ի՞նչ է գրված»։ Ոչ ոք ոչինչ չկարողացավ կարդալ եւ հասկանալ, բայց կար մեկը, Դանիելը, որ ասեց. «Իս տարի թագավորի մոտ»։ Ես նրան կասեմ։ Եվ ես երեք եւս մեկ անգամ ընթերցումը ես հիացած եմ Դանիելի հոգու վրա։ Ես ինչ էր ասում, ասում եմ, ես քեզ շատ ոսկի կտամ, արծաթ կտամ, սակ, ասում եմ, քեզ լինի քեզ քո ոսկին, իսկ պետք չի, քեզ լինի քո նվերները, քո պարգևները, այդ պատմուճանը, չգիտեմ ինչը, քո բարձունքները քեզ լինի։ Բայց ես կմեկնեմ քեզ, այն ինչ որ Աստված քեզ փոխանցել է։ Եվ այս է գրած այն գրությունը. մենե թեկել ու պարսին։ Այս է խոսքի մեկնությունը, մենե, Աստված հաշվեց քո թագավորության օրերը եւ այն վերջացրեց։ Ինչու՞, որն էր պատճառը, որովհետեւ նա իրես ոտնձգություն արեց այն անոթներին, որը նախատեսված էր Տիրոջ համար։ Ինչու ընկան Բաբելոնի պատերը, Աստված վերեշխնդիր ալինում։ Եվ փառ Տիրոջը նրա վերեշխնդրության համար։ Աստված հաշվեց քո թագավորությունը, թագավորության օրերը եւ այն վերջացրեց։ Թեկել, կշերքով կշռվեցիր եւ պակաս գտնվեցիր։ Թվում է որ դու գիտես Բաղդասարն ես։ Թվում է որ դու ամենաուժեղ, ամենափառավոր, ամենահայտնի քաղաքի թագավորն ես։ Թվում է որ դու գիտես շատ ծառաներ ունես, բայց դու ինքդ ես ծառա։ Դու ծառայի մտածելակերպ ունես, Բաղդասար։ Թվում է որ դու այնքան ծանրակշիռ ես, գիտես Բաբելոնը քանի ու քանի երկրներ ա նվաճել, հողեր, տարածքներ, գրվածը ում ուզեցես սպանել ես, ում ուզեցեք կյանք ես տվել։ Այդպես է ասում Դանիելը Բաղդասարի մասին։ Թվում է որ նրա մի խոսքը այնքան ծանր է, բայց Աստված ասում է գիտես ես իմ կշերք ունեմ։ Միգուցե մարկային աշկերով այնքան ծանր է Բաղդասարների խոսքը, խոսվածքը, նրա արածները, նրա ասացները, նրա ապրելակերպը, նրա ունեցվածքը, մարկային աշկերով միգուցե այնքան ծանր է եւ փառավոր է, բայց Աստված ասում է ես իմ կշերքն ունեմ։ Դու կշռվեցիր եւ շատ թեթև գտնվեցիր, Բաղդասար, եւ քո թագավորության օրերը հաշվել եմ արդեն։ Ինչպես որ գիտես, Սավուղն էր։ Սավուղ ինքը վատ թագավոր չէր։ Սավուղը շատ գեղեցիկ, բոյով բուսատով, վատ չէր ղեկավարում եւ մարկային աշկերով շատ էլ հաջողված էր։ Եվ մարկային աշկերով ինչ մեղքագործել որ։ Բայց գիտես Աստված կշռեց, Աստված փոշմանից ասեց ես քեզ հանեցի թագավորությունից։ Ես քեզ արդեն բերժել եմ։ Որտեղ դու կշռվեցիր եւ թեթև գտնվեցիր։ Ինչպես որ Հիսուսը ասեց Պետրոս առաքյալին, Պետրոս, սատանան ուզեցավ ձեզ մաղի, բայց ես աղոթեցի, որ քո հավատքի համար, որ չպակասվես, ու երբ որ վերականգնվես, կվերականգնես քո եղբայրներին, փաստորեն սատանային ստացվեց մաղել, որովհետև նրա եղբայրերը ընկել էին եւ վերականգնման կարիք ունեին։ Փարես բաժանվեց քո թագավորությունը եւ տրվեց մարերին եւ պարսիկներին։ Եվ նույն օրը նրա թագավորությունը տապալվեց ու կործանվեց Բաբելոնը։
30 խոսք եւ 31 նույն գիշերը քաղդիացիների Բաղդասար թագավորը սպանվեց եւ Մարերի Դարեհ թագավորը վերցրեց թագավորությունը երբ 62 տարեկան էր Գիտես մեկ օրում ամեն բան փոխվեց որովհետեւ Աստված խառնվեց իր անոթների համար Ինչու ընկան Բաբելոնի պատերը որովհետեւ Աստված նախանձավոր Աստված է Եթե մարդուն մնար մենք շատ բան չենք կարող անել մենք կարող ենք լացել ողբալ Տեր գերությունը երկարում է եթե Տերը չխառնվի այդպես է մենք կարանք մնանք Եգիպտոսում Եթե Տերը չխառնվի այդպես է կարան այդ պատերը Երուսաղեմի մնան քանդված բայց երբ որ Տերն է խառնվում ամեն իրավիճակ փոխվում է Եվ կործանվեց Բաբելոնը Ճիշտ է մեզ հայտնի Բաբելոնը այսօր գոյություն չունի չկա բայց այն դիվային զորությունը շրջում է շրջում է դեռ մենք չպիտի անհոգ լինենք Իսրայելյան ժողովրդի նման ովքեր որ անհոգ եղան դրոշ չբարձրացրեցին պահապաններին չկարգեցին դարաներ չնշանակեցին եւ ընկան նրա պատերը Այսօր իմ կոչն է քեզ սիրելի Աստծո մարդ որ անհոգ չլինես այն ժառանգության համար որը դու ունես հոգեոր ժառանգության մասին է խոսքը անհոգ չլինես քո ընտանիքի համար որը որ դու ունես անհոգ չլինես այն ծառայության համար որը Տերը քեզ վստահել է անհոգ չլինես այն մեկ մարդու համար որը Տերը քեզ տվել է Միգուցե Տերը քո սիրտը շարժել է որ դու բարեխոսես մեկի համար աղոթես այդ մեկի համար շարունակիր աղոթել այդ մեկի համար եւ անհոգ չլինես եւ չկարծես այն փաստը որ Երուսաղեմի Պարիսների ներսում կա տաճար դա քո փրկության գրավականն է չէ Իսրայել ժողովուրդը նույնպես այդպես էր կարծում բա մենք տաճար ունենք եւ շարունակում էին պարծենալ դրանով եւ նույն ժամանակ նույնը Հիսուսի ժամանակ են չէ պարծենում ասում են Հիսուս տես այս պարիսպները տես այս պատերը բայց Հիսուս ասես կյանք չկա նրա ներսում քարը քարի վրա չի մնալու կյանքը դուրս է եկել իմ հոգին մերժված է իմ հոգին այնտեղ չի այլևս բայց մի ժամանակ այնպիսի երազանքով էր չէ կառուցվում դա հասարակ խորանում որը Մովսեսն էր կառուցել շատ ավելի ուժեղ էր փառքը քան այն վերջի օրերի տաճարում հասարակ խորանում որ կտավից էր միայն բեհեզից Երբ որ առաջի տաճարը կառուցվեց գիտես քահանաները չկարողացան մնալ Աստծո փառքի մեջ բոլորը տապալվել ընկել էին Աստծո փառքի մեջ բոլորն էին ընկել բայց քանի որ հոգին հեռացել էր այդ տաճարից Հիսուս ասեց քարը քարի վրա չի մնալու քանդվելու է ինչու անհոգ եղան եւ չճանաչեցին իրեն այցելողի պահը օրը եւ իրեն այցելողին անհոգ չլինենք ամեն անհոգ չլինես այն ինչը քեզ վստահված է անհոգ չլինես այն տաղանդին որը դու ունես գոնե մեկ ունես եւ չտանես այն հողի մեջ թաղես պատճառաբանելով թե ես քեզ այսպես էի ճանաչում մի խիստ մարդ ես դու մի խիստ Աստված ես դու ինձ պարգև ես տվել դες չեմ կորցրել հողի մեջ չեմ տարի թաղել եւ Տեր ասեց ծույլ եւ անպիտան ծառա ծույլ եւ անպիտան ծառա Դու ինձ այսպես ես ճանաչում, որ ուրեմն այդ տարից էլ դատվելու ես։ Անհոգ չլինենք այն ամենին, ինչը մեզ վստահված է։ Բայց ես ուզում եմ քեզ ցույց տալ Բաբելոնի վերջը։ Բաբելոնի կործանման վերջը։ Արի գնանք հայտնության գիրք։ 18-րդ գլուխ Գիտես, Բաբելոնը մարդիկ տարբեր ձև են մեկնաբանում։ Բաբելոնը մեկնաբանում են Եվրոխորհրդի տեսքով, որովհետև Եվրոխորհրդի շենքը Բաբելոնի այդ մակետով է կառուցված։ Բաբելոնը մեկնաբանվում է որպես նավթային կորպորացիաների, որովհետև նրանով հարբեցան, արբերում են, նրա պատճառով շնանում են, մեկի մյուսին վաճառում է։ Եվ պատահական չի, որ անցած կիրակի ասեցի, որ այդ քարերը
մեկը մյուսով կուպրով էր, նավթով էր կառուցվում։ Այսօր նավթի վրա է ամբողջ պատերազմը նավթի համար է, նավթի վրա է, տարբեր ձև է մեկնաբանվում, բայց ես ուզում եմ քեզ այսօր ուղղակի ցույց տալ, որ Բաբելոնը դա հոգևոր բան է։ Բաբելոնը տարբեր ձևերի են մեկնաբանում։ Ես ունեմ իհարկե իմ կարծիքը, բայց դա իմ կարծիքն է։ Արի գնանք Աստծո խոսքի մեջ եւ տեսնենք ինչ է լինելու վերջում Բաբելոնի հետ։ Այո, այդ քաղաքը չկա, առաջի Բաբելոնն էլ չկա, երկրորդ քաղաքակրթությունն էլ չկա, բայց այդ դիվայն զորությունը շրջում է դեռ եւ տեղ է ուզում, մարդ է ուզում, կառույց է ուզում, որտեղ ինքը իրան շատ լավ կզգա։ Առաջի խոսից կընթերցեմ։ Դրանից հետո տեսա երկնքից իջնող մի ուրիշ հրեշտակի, որ մեծ իշխանություն ուներ, եւ երկիրը նրա փառքից լուսավորվեց։ Նա բարձրաձայն ուժգին աղաղակեց ու ասեց. ընկավ մեծ Բաբելոնը ու դարձավ դևերի բնակավայր, արգելանոց բոլոր պիղծ հոգիների եւ վանդակ բոլոր անմաքուր ու ուտելի թրջուների, որովհետեւ նրա պոռնկության թունդ գինուց խմեցին բոլոր ազգերը եւ երկրի թագավորները նրա հետ պոռնկացան եւ երկրի վաճառականները նրա զեղության զորությունից հարստացան։ Այսա է պատճառը, որ մեկնաբանվում եւ ասում է, որ սա նավթն է, սա թագավորներն են, սա կորպորացիաներն է, բայց թողենք սա։ Երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր. դուրս ելեք դրա միջից, իմ ժողովուրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասները չընդունեք, որովհետև դրա մեղքերը կուտակվեցին միջև երկինք եւ Աստված նրա անիրավությունները հիշեց։ Հատուցեք դրան, ինչպես դա ձեզ հատուցեց, եւ նրան իր գործերի չափով կրկնապատիկ կտվեք։ Այն բաժակով, որ նա լցրեց, նրան կրկնապատիկ լցրեք։ Որքան իրեն փառավորեց եւ զեղացավ, այնքան տանջանք սուկ տվեք նրան, որովհետեւ նա իր սրտում ասում է. թակուհի եմ նստել, այրի չեմ եւ բնակ սուկ չեմ տեսնի։ Համարա Տիրոջ խոսքը ասում, ով որ կարծում է, որ կանգնած է, թող զգուշ լինի։ Սուկ չեմ տեսնի, թակուհի եմ։ Թող Տերը մեզ ասի, որ դու թագավոր ես։ Թող Տերը որոշի։ Սա մեծամտություն է, սա հպարտություն է։ Դրա համար մեկ օրում նրա վրա կգան իր պատուհասները։ Մահ, սուկ եւ սով, եւ կրակով պիտի այրվի, որովհետեւ զորավոր է Տերը, Աստված, նրան դատապարտողը։ Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք նրա հետ պոռնկացան եւ զեղություն արեցին։ Երբ նրա արվելու ծուխը տեսնեն, նրա տանջանքի վախից հեռու կանգնած կասեն. վայ, վայ քեզ, մեծ քաղաք Բաբելոն, հզոր քաղաք, որ դատաստանդ մեկ ժամում հասավ։ Եվ երկրի վաճառականները նրա վրա ողբ ու սուկ պիտի անեն, որովհետև այլևս ոչ ոք չի գնելու իրենց ապրանքը։ Ոսկի եւ արծաթ, թանկարժեք քարերը եւ մարգարիտը, բեհեզը եւ ծիրանին, մետաքսե եւ ворթան կարբիրը, խնկե ամեն տեսակ փայտե եւ փղոսկրյա ամեն անոթ, ամեն ազնիվ փայտից եւ պղնձից, երկաթից ու մարմարից պատրաստված անոթ, դարչին, խունկեր, յուղ, կնդրուկ, գինի, ձետ, ալյուր, ցորեն, արչարներ, ոչխարներ, ձիեր եւ կառքեր, այսեղ կավելացնեմ զենքեր կառքերի հետ մեկտեղ, մարմիններ եւ մարդկային կյանքեր, սա ստրուկտերն են, սա մարդկային կյանքերն է, ովքեր գերության են գնում։ Եվ հոգուտ ցանկալի պտուղները քեզանից հեռացան, ինչպես եւ ամեն պարարտություն եւ լուսափայլ վայելչություն եւ դրանք այլևս չես գտնի։ Վաճառականները, որոնք դրանով հարստացան, կկանգնեն հեռվում եւ նրա տանջանքի երկյուղից լաց ու սուկ անելով կասեն. վայ, վայ մեծ քաղաք, որ հագել է իր բեհեզ, ծիրանի եւ ворթան կարմիր եւ զարդարելով ոսկով, պատվական քարերով եւ մարգարիտով, որովհետեւ մեկ ժամում այնքան հարստություն ավերակ դարձավ։ Նավավարների ողբը,
ու ամեն նավարար եւ բոլոր նրանք, ովքեր ծովում են աշխատում եւ հերվում կանգնեցին եւ նրա այրվելու ծուխը տեսնելով աղաղակում են եւ ասում, որ քաղաքն էր այս մեծ քաղաքի նման։ Եվ նրանց գլուխներին հող էին ցանում եւ լաց ու սուկ անելով մեծաձայն աղաղակում ու ասում էին. Վայ, վայ մեծ քաղաք, որովհետև հարստացան ծովի վրա բոլոր մեծ նավեր ունեցողները, որովհետև մեկ ժամում ավերակ դարձավ։ Ուրախացեք նրա վրա, երկինք, սուրբ առաքյալներ եւ մարգարեներ, որովհետև Աստված ձեր դատաստանը արեց դրա դեմ։ Աստված մեծ դատաստան արեց դրա դեմ։ Ուրախացեք, ասում եմ, առաքյալներ, մարգարեներ, Աստծո ժողովուրդ։ Այո, ինչքան է նա փորձի այսօր նույնպես հարձակվել, նրա վերջը սուքն է, մահն է, որովհետև Աստված որոշեց եւ այդպես էլ կանի։ Գիտես, այսօր պատերը փորձում են արհեստականորեն վերականգնել, բայց այլևս այն չի։ Ես խնդրեմ, տեսեք, սա է մնացել Բաբելոնից։ Մարդիկ փորձում են արհեստականորեն վերականգնել նրա պատերը, վերակառուցել այն ինչը որ կառուցված է եղել, բայց այլևս այն չի, այնտեղ այլևս կյանք գոյություն չունի։ Ինչու? Աստված այդպես որոշեց։ Աստված քանդեց։ Այնինչ որ Աստված է քանդում, մարդը չի կփորձի միգուցե վերականգնել, բայց չի ստացվի։ Մի բան էլ զուգահեռ ուզում եմ բերել, իսկ մարդիկ քանդեցին Աստծո տաճարը Երուսաղեմում։ Եվ ամեն բան անում են, որպեսզի դա չվերականգնվի, բայց մի օր այն վերականգնվելու է, ինչու որովհետև Աստծո կամքը չէր այդ քանդվելը։ Բայց ինչը որ Աստված է քանդում, ինչքան ուզում ես վերականգնել, դա լինելու է միայն մարդկային ջանք։ Երկրորդ նկարը կխնդրեմ։ Մոտավոր այսպես են ուզում վերականգնեն։ Սա մոտավոր է պատկերն է, որ ուզում են ստանան, չի ստացվելու։ Չի ստացվելու, որովհետև Աստված է խառնվել, որովհետև Աստված դատաստան արել իր ժողովրդի համար, իր անոթների համար։ Սա Բաբելոնն էր, թանկագիներս, փառաբանության թիմը կարագա։ Սա Բաբելոնն էր, Բաբելոնի քաղաքակրթությունն էր, պարիսներն էին, Բաբելոնի աշտարակն էր, բայց կկրկնվեմ կամ փոփեմ եւ կասեմ, բայց այսօր կա այն դիվային Բաբելոնը, որը այս աշխարհի վրա է շրջում, որը հոգևոր աշխարհում է, որը հարցակվել գիտի, որը սпасել գիտի, որը ծպտվել գիտի, որը ուզում է գողանա եւ ամենակարևորը քեզ որպես անոթ տանի եւ օգտագործի թագավորներին պատվելու քողի տակ եւ գլխապտույտ առաջացնի եւ գինով քեզ լցնի։ Բայց Աստծո խոսքը գիտես ինչ ասում, այլևս չլցվեք գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Մենք Սուրբ Հոգու կարիք ունենք, ոչ թե գինո։ Մենք պիտի Աստծո Հոգով լցվենք, ոչ թե այս աշխարհի գինով լցվենք։ Ես ֆիզիկական գինի մասին չեմ խոսում, ես այն գլխապտույտի մասին եմ խոսում, որ աշխարհը փորձում է խափի եւ գողանա, փորձում է տանի եւ իր ձևով օգտագործի։ Այն տարբերություն կասի Բաղդասար թագավորը։ Մեկը օգտագործվում ես, կարևորը քո պոտենցիալը օգտագործում է, չէ, այդպես չի, այդպես չի։ Կարևորը, չգիտեմ, նվագում է, լավ փող է աշխատում, կարևորը պարում է, լավ փող է աշխատում, կարևորը, չգիտեմ, էս անում, լավ փող է աշխատում, չէ, դա չի կարևոր, ինչքանով է փառք բերում Աստծուն դա, ինչքանով ես դու քո կոչման մեջ, Առաջինը, ինչը կուզի անի սատանեն, դա մեր կոչումը գողանալն է, որ մեր կոչումը օգտագործվի Բաղդասար թագավորի պալատներում, այլ ոչ թե Աստծո կառուցած տաճարում, Աստծո կառուցած պատերի մեջ։ Եվ առաջինը ինքը կուզենա գողանա մեր կոչումը։ Բայց մենք ինչ պիտի անենք։ Ինչ պիտի անենք։ Դրոշ բարձրացնենք Բաբելոնի պարիսպների դեմ։ Պահպանություն ուժեղացնենք, պահակներ կարգենք եւ դարաններ պատրաստենք եւ ուղարկենք, որովհետեւ Տերը որոշել է եւ այդպես էլ կանի։ Եվ փառք Տերան Հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Եկ կանգնենք եւ աղոթենք մեր Աստծուն։ Եթե դու մի բան հասկացար, եթե դու մի պահ քեզ բռնացրեցիր, որ դու անոթ ես, որը որ հայտնվել ես Բաղդասարի ձեռքում, աղաղակիր եւ Աստված կտեսնի իր դատը։ Եթե դու տեսել ես, որ գիտես ինչ կա, դու մեկն ես, որ չես բարձրացնում դրոշը, բարձրացու դրոշը, որ թուլացել ես պահպանության մեջ, ուժեղացրու պահպանությունդ։ Եթե դու զգում ես, որ թուլացել ես քո աղոթքները եւ այլևս այն չի, ուժեղացրու դա, պահիր եւ պահպանիր եւ չխաբվես այն մտքով, որ գիտես ինչ կա, իմ ներսը տաճար կա։ Երուսաղեմի ներսում բաթե տաճար կա, չխաբվես։ Ես Տիրոջ տաճար եմ, ոչ մի բանից չի լինի, ամեն բան կարող եմ, այո, ամեն բան կարող ես։ Բայց այնքան հաճախ ենք, ամեն բան չեն կարող։ Ինչու՞, որովհետև գիտես, պատրանքները լավ բան չեն։ Այն փաստը, որ գիտես, Երուսաղեմը կար, պարիսպները կային, տաճարը գործում էր եւ մարդիկ անհոգ էին։ Եվ քանի որ Բաբելոնի պարիսպի դեմ չբարձրացրեցին դրոշ, նրանց պարիսպները կան։ Այդպես չլինի։ Ասա ամեն։ Եվ եթե քեզ բռնացրեցիր, տեսար, հասկացա, որ թուլացել ես, ինչ որ տեղեր թույլ մասեր ունես, ուժեղացրու։ Եթե պահպանությունը թուլացրել ես, ուժեղացրու։ Եթե դրոշ չես բարձրացնում, բարձրացրու։ Ես անցած անգամ ասացի, ինչա դրոշը։ Ռուսերենով լավ ասում, զնամյա։ Դա մարտական տրամադրվածությունը տա։ Միշտ ուժեղ պահիր։ Եվ սա էլ կասեմ, եւ մենք կաղոթենք։ Ասում եմ, անցնում է ծույլ մարդու տան կողքով։ Եվ նրա պարիսպները քանդվել էին։ Ոչինչ չանելու արդյունքում։ Ոչինչ չէր արել, պարիսպը քանդվեց։ Ինչու՞։ Մենք կանչված չենք ոչինչ չանենք։ Այլ մենք կանչված ենք քրտնաջան աշխատենք։ Մեզ Տերը տուն ա տվել, պարիսպը պիտի միշտ պահենք։ Միշտ պիտի հոգ տանենք։ Այն ամենի համար, ինչը Տերը վստահել է ինձ, վստահել է քեզ, վստահել է մեզ։ Փառք Հիսուսին։ Արի աղոթենք, արի խոնարհեցնենք մեր գլուխները ու ասենք. Հալելույա քեզ երկնային Աստված, փառք քեզ։ Շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ զգուշացնում ես, նախազգուշացնում ես, հիշեցնում ես ու պատվիրում ես, որ մենք Բաբելոնի պարիսպների դեմ դրոշ բարձրացնենք, պահպանություն ուժեղացնենք, պահակներ նշանակենք եւ դարաններ ուղարկենք։ Տեր, ես աղոթում եւ բարեխոսում եմ այս եկեղեցու ամեն քրոջս եւ եղբորս համար, որ թույլ չտաս, որ թուլանանք։ Եվ մենք անոթ ենք քո տան համար, Տեր։ Եվ մենք ուխտ ենք անում եւս մեկ անգամ եւ հիշեցնում ենք ինքներս մեզ եւ հոգեվոր աշխարհին։ Ասա ինձ հետ, ասա ես անոթ եմ Տիրոջ տան համար։ Եվ Տերն է ինձ օգտագործելու։ Եվ ես թույլ չեմ տա, որ Բաղդասարի ձեռքում գին ու անոթ լինեմ։ Փառք քեզ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք ամենակարող մեր Տիրոջը։ Որոշումդ պահիր ու եւ չթուլանաս, ուժեղ եղիր, գնա ու հաղթի այս աշխարհը, գնա ու քո հաղթանակով ցույց տուր սատանայի պարտությունը, փառք Հիսուսին։ Ես կօրհնեմ քեզ, կվերցնենք մեկ երգ եւ գնանք Տիրոջ խաղաղության, պարզի քո ձեռքը, ես քեզ օրհնեմ, Տերը օրհնի քեզ ու պահի քեզ, Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքից հետ, փառք Հիսուսին, փառաբանենք Տիրոջը։